Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Աղասի Սարմենի Ասատրյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1996 թվականի փետրվարի 23-ին Մասիս քաղաքի Մասիս կայարանում։ Երկու քույրերի մինուճար եղբայրն էր, նրանց ավագը։ Դպրոց գնացել է 2002 թվականին։ Հաճախել է Մասիս կայարանի թիվ 6 դպրոցը։ Եղել է աշխույժ մի փոքր չարաճճի երեխա։ Շատ ընկերասեր էր։ Դիմացինին նվիրված, շրջապատին օգնելու պատրաստակամ։ 2012 թվականին ավարտելով 9-րդ դասարանը ընդունվել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջը։ Նա սպորտսմեն էր, ըմբշամարտիկ։ Ուներ մեծ հաջողություններ, զբաղվել է նաև քիքբոքսինգով։ Մասիս քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցի ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնությունում 12 տարեկանում 32 կիլոգրամ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը։ 2006 թվականի դեկտեմբերի 10-ին երկրաշարժի զոհերին նվիրված ըմբշամարտի հուշամրցաշարում 38 կիլոգրամ քաշային կարգում կրկին զբաղեցրել է 3-րդ տեղը։ 2013 թվականին Սանդայի Հայաստանի առաջնությունում 12-ից 14 տարեքային խմբում ստացել է հավաստագիր։ Նաև շատ էր սիրում պարել։ Մայրը միշտ հիշում է հերոս որդու պարն ու ժպիտը։ Նպատակ ուներ կրթությունը շարունակելու, սակայն հայրենիքը կանչում էր։ Նախ պարտք ուներ հայրենիքին տալու։ Սկզբում հայրենիքի պաշտպանությունը, հետո նոր ուսումը։ Լավ էր մտածված, բայց բանակ զորակոչվել է 2014 թվականի հունիսի 19-ին։ Արցախ, Մատաղիս, ապա Թալիշ։ Հետախույզ դիպուկահար էր։ Ծառայում էր ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի դասակում։ Բարի էր, հավասարակշռված և միշտ տենչում էր հաղթանակներ։ Հայրական տունն էր թողել կիսակառույց, որ պիտի վերադառնար ու սեփական ձեռքերով ավարտեր իր իսկ սկսած հայրական տան կառուցումը։ Զորակոչի օրը մորը չէր թողել, որ գնա զինկոմիսարիատ իրեն ճանապարհելու, սակայն մայրական սիրտը գուցե զգացել էր, որ մինուճար որդուն վերջին անգամ է տեսնում ու որդու հորդորներին դիմակայելով գնացել էր նրան ճանապարհելու։ Նա երբեք չի դժգոհել իր ծառայությունից, միշտ գոհ է եղել։ Ամեն անգամ զանգելիս, երբ մայրը հարցրել է, թե ինչպես է նա, շատ ուրախ պատասխանել է. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ընդամենը 2 ամիս էր մնացել զորացրվելուն։ Պատվով հետևում էր թողել ծառայության 22 ամիսները, սակայն ճակատագիրն առավել դաժան է մարդկային կյանքերի հանդեպ։ Վերջին անգամ հոր հետ խոսել է մարտի 31-ին, գիշերվա ժամը 1-ին, ու շատ ուրախ ասել էր. «Պապ ջան, տղադ մեդալ է ստացել»։ Հայրն ուրախացել էր, իսկ աղասին շարունակել էր. «Բարձրանամ դիրքեր, իջնեմ, կպարգևատրվեմ, անգամ որպես խրախուսանք կարող է արձակուրդել տան»։ Բայց չհասցրեց վայելել մեդալն էլ, արձակուրդն էլ։ Ցավոք, նրա մեդալը դարձավ հետմահու։ Նա ապրիլի 2-ին իր դասակով դիրքերում էր, և ցավոք հակառակորդի առաջին հարվածը իր վրա ընդունեց։ Նա իր հրամանատարի և զինակիցների հետ է մղել առաջին գրոհը, թշնամուն պատճառելով 30-ից 40 զոհ։ Շատ ճարպիկ էր ու սրատես։ Երկրորդ գրոհը վերսկսել է երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, թշնամու ավելի մեծաքանակ ուժերով, որի ժամանակ վերջինս օգտագործել է ծանր զինտեխնիկա, սակայն մեր անվախ ու քաջ հերոսը իր ընկերների հետ մարտնչել է շուրջ 14 ժամ, մինչև վերջին փամփուշտը։ Երբ փամփուշտներն են վերջացել, նա իր հրամանատարի հրամանով ու նրա հետ, ինչպես նաև մյուսների հետ, հակառակորդի դեմ ելել է ձեռնամարտով։ Նա քաջաբար և անձնվիրաբար է պայքարել ու ընկել քաջի մահով։ Փառք քեզ, հերոսս, քո անկոտրում և աննկուն կամքին, որ արիաբար ու անվախ կերպով մնացիր քո ընկերների կողքին և նրանց հետ էլ բռնեցիր ճամփան հավերժի ճամփորդի։ Խոնարհվում եմ քո առաջ, աննկուն մեր քաջ։ Նրանց դասակից այդ անհավասար մարտում նրա հետ ցավոք զոհվեցին հրամանատար Մերուժան Ստեփանյանը, Վիկտոր Յուզիխովիչը և Ռաֆիկ Հակոբյանը։ Մեր հերոսը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է մարտական խաչ առաջին աստիճանի և ԼՂՀ նախագահի կողմից արիության համար մեդալներով։ Խոնարհվում եմ մեր սխրագործ հերոսի և իր քաջ ընկերների առջև։ Նրա սովորած դպրոցում իր իսկ դասասենյակը անվանակոչված է իր անունով։ Մասիս կայարանում նաև փողոց կա նրա անունով։ Կրկին ու նորից չեմ զլանա ասելու,
Փառք մեր հերոսի սխրանքին և նրա հիշատակին։